կարևոր փոփոխություններ ունենալու 25-ի ու 26-ի թիմերի համեմատ ու միջազգային համագործակցություններից հատկապես բոլոր ներկայացնում, որ համագործակցության այսպես անհրաժեշտությունը կար հանձնաժողովի համար։ Մեխանիզմներ, այսպես ենք, օրենսդրության փոփոխության մասին չի, հարգելի լրագրողներ։ Օրենսդրության փոփոխություն, այսինքն իրավական գործընթացների փոփոխության մասին չի։ Ուղղակի տեսեք, ներկայումս համացանցում քարոզչությունը, վճարովի քարոզչությունը տեղի ունենում կարելի ասել հախուռ։ Եվ մեր նույն ՎՎՑ-ը, որ ասում էի, իր համար արդյունավետ օրինակ իրականացնել ամբողջ մոնիտորինգը եւ համեմատել կուսակցությունների ներկայացրած հաշվետվությունների հետ, դա մարդկային գործոնով նկատի ունեմ, որ ֆիզիկապես երբ որ մարդը դա իրականացնի, դա անհնար է, այսպես ենք ամբողջությամբ ծածկել, բայց կան ծրագրեր, որոնք որ լիցենզիոն ծրագրեր են, այսինքն են վճարովի ծրագրեր են, որոնք որ հնարավորություն են տալիս բաց հարթակների գովազդները, այսպես են գովազդային բաց հարթակներում տեղադրված գովազդները մոնիտորինգի ենթարկել։ Սա այս ծրագրերը եւ բազմաթիվ կարիքների հետ կապված նաև տեխնիկական կարիքներ, բազմաթիվ խնդիրներ առաջիկայում լուծվելու են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ UNDP-ին վերջնական, այսինքն արդեն պաշտոնապես կարելի ասել մակագրումը եղավ ամեն մի քանի օր առաջ, դեկտեմբերի 15-ին։ Մենք UNDP-ի հետ այդ ծրագիրը մեկնարկեցինք, որով որ այս փուլում աջակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմելու է $3 միլիոն համարժեք, այսինքն հիմնականում շեշտը դրված է տեխնիկայի թարմացման, այսինքն վերազինման վրա, որովհետև նույն UNDP-ի աջակցությամբ մեր այս ընտրողների գրանցման սարքերը, որ ունենք, մենք ունենք, այսինքն մեր ամբողջ խմբաքանակը սարքերի 4500 հատ է, որից օգտագործվում է 4000-ը այժմ ընտրությունների ժամանակ, համապետական ընտրությունների ժամանակ, այսինքն 500-ը դա ռեզերվն է։ Ըստ էության, եթե 17 թվականից արդեն եկող տարի լինելու 9 տարի, ինչ այդ սարքերը օգտագործվում են, եւ 450-ը, այս ընթացքում, այսինքն 9 տարիների ընթացքում 450-ը խնդիրներ ունեն։ Այսինքն մենք մեր ամբողջ խմբաքանակ, այսինքն բավարարում է համապետականին, բայց եթե հաշվենք, որ մեր ռեզերվը, այսինքն այն պահեստավորը, որ մենք ընտրությունների ժամանակ բոլոր ընտրատարածքներում ունենում ենք, որոշակի խմբաքանակով, որ անհրաժեշտության դեպքում, եթե խնդիր կառաջանա ու խնդիրը այդ պահին չի լուծվի, այսինքն սարքը կունենա ընդհատում, օրենսդրությամբ սահմանված արագ փոփոխվի սարքը։ Այս խմբաքանակը UNDP-ի մեր գործընկերների հետ ենք մենք, այսինքն նոր ամբողջ մեր նախ նոյեմբերին ամբողջ մեր սարքավորումները մեկ առ մեկ, այսինքն ընտրողների գրանցման սարքում մեկ առ մեկ եւս մեկ անգամ այդ արտադրող ընկերության ուղարկած փորձագետի ներկայությամբ, իր մասնակցությամբ մեկ առ մեկ ստուգվել են։ Եվ արդեն պակասող խմբաքանակը, որը որ մեր, կրկնում եմ, մեր պաուստային խմբաքանակն է, պակասող խմբաքանակը UNDP-ի աջակցությամբ մենք ձեռք կբերենք։ Խնդրում եմ խոսափողով, էլի։
Չէ, օղի եթերի մասին չի, հարգել գործընկերներ, տեսեք, քաղաքական ուժերը վճարելով, այսինքն վճարում կատարելով գովազդներ են պատվերում սոցցանցերում։ Իրենք մեր ՎՎՑ-ին, այսինքն վերահսկիչ դեշտուգից ծառայությանը, հետո ներկայացնում են հաշվետվություն։ Այսինքն, որ այսքան գումար փոխանցվել է օրինակ Facebook-ին, կամ Meta-ին, չգիտեմ, Google-ի հարթակներով եւ այլ տարբեր տեղեր։ Այսինքն իրենք ներկայացնում են, որ իրենք որքան գումար են ծախսել սոցցանցերում գովազդի նպատակով։ Եվ ասենք իրենց ներկայացրածի եւ մեր համեմատելու, այսինքն արդյոք ամբողջն են իրենք ներկայացրել, այսպես ենք դա զուտ, որպեսզի դու համոզվես արդյոք, որտեղ կուսակցությունները ունեն լիմիտ, գիտեք, օրինակ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրենց առավելագույն ծախսը 800 միլիոն դրամը չի կարող գերազանցել։ Իհարկե 800 միլիոն դրամը ինքը բավականին, ասենք, պատկառելի գումար է եւ կարծում եմ, որ որևէ մեկը, ասենք, որ դրանից ավել ծախսելու ցանկություն է, բայց ամեն դեպքում, քանի որ գործ ունենք վերահսկողության հետ եւ բոլորս մենք էլ պիտի համոզված լինենք, որ ասենք նույն ՎՑ-ն պիտի ունենա համոզմունք, որ ներկայացված տվյալները համապատասխանում են իրականությանը եւ որpիսի ինքը դա պնդի, ինքը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ, որpիսի կարողանա այդ օրինակ մոնիտորինգի ենթարկել եւ տեսնել, որ այո, ասենք գովազդը տեղադրվել է այսինչ տեղերում, այդ գովազդը դե այնտեղ բոլոր այդ բաց հարթակներ ինք նաեւ ներկայացնում թե ինչ գումարի չափով գովազդ է ներկայացնում։ Ես կարող եմ ասել, որ ԵՄ երկրներում, քանի որ դա այդ ծրագրերը հիմնականում ԵՄ երկրների տարածքում իրենց կարգավորումներով են, անդադ կիրառվում է իրենց